Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների շուրջ 100 ուսուցիչ մասնակցում է սոցիալական արդարությունը դպրոցում ուսուցչական համաժողովին։ Քննարկում են դպրոցում ու դասարանում արդարության իրավական, կրթական, սեռային, սոցիալական ասպեկտները։ Եթե ոչ ամբողջությամբ վերացնել, ապա գոնե նվազագույնի հասցնել հասարակության մեջ եղած անհավասարությունների արտացոլումը դպրոցում։ Փորձագետներն ու մանկավարժները միասին են փնտրում ուղիներ։ Սոցիալական անարդարության դրսևորումները շատ են դպրոցում, կարծում եմ դրանց օրինակները բոլորս գիտենք։ Ես մասնավորապես խոսում եմ դպրոցական բուլինգի խնդրի մասին, որը սոցիալական անարդարության դրսևորումներից մեկն է, եւ յուրաքանչյուր բանախոս իր ոլորտից փորձում է իր փորձը կիսել եւ ինչ-որ խորհուրդներ տալ եւ գործիքներ տրամադրել ուսուցիչներին, որոնք կարող են իրենց լսարանում օգտագործել։ Հաճախ երեխաները, որոնք անապահով ընտանիքներից են, ավելի խոցելի են դառնում բուլինգի համար եւ նմանատիպ այլ վատ երևույթների եւ երբեմն նաեւ անհավասար վերաբերմունքի են արժանանում։ Խոսելով սոցիալական արդարության մասին, փորձագետներն առաջին հերթին նկատի ունեն հավասար հնարավորությունները բոլորի համար։ Անդրադառնում են գյուղական կամ փոքր քաղաքներում ապրող դպրոցականների ունեցած հնարավորություններին։ Սկսած ուսուցիչների խնդիրներ, որ նույն ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա կամ հեռավար են դասավանդվում ինչ-որ բաներ, եւ այս իրավիճակը շատ ազդում է երեխաների կրթության որակի վրա։ Արդյունքում երբեմն երեխաները չեն կարողանում ընդունվել բուհեր, որովհետեւ մրցակից երեխաները, որոնք Երևանում են, պարապում են դասախոսների մոտ, ունեն մեծ հնարավորություններ, եւ արդյունքում մենք երբեմն կորցնում ենք ավելի տաղանդավոր երեխաների, որոնք ունեն շատ մեծ ներուժ, բայց չունեն այդ հնարավորությունները, որ կարողանան հավասարապես մրցակցել։ Ուսուցչական համաժողովի ընթացքում տարբեր գործնական աշխատանքների միջոցով մանկավարժները զինվում են նոր գործիքակազմերով, երեխայակենտրոն մոտեցումների, նրանց հետ գործակցությունն առավել փոխշահավետ եւ միմյանցից ունեցած պահանջներն ու ակնկալիքները հասկանալի դարձնելու ուղղությամբ։ Մենք որպես հասարակություն շատ հաճախ տարբեր խնդիրների հանդիպելիս ասում ենք ուսուցիչն է մեղավոր, դպրոցում ինչ է սովորել աշակերտը, ու հետազոտությունների մեր ծրագրերի շրջանակում հասկանում ենք, որ պետք է ուսուցչին մենակ չթողնել, պետք է ուսուցչին օգնել բովանդակությամբ, գործիքակազմով, մեթոդներով։ Սոցիալական արդարությունը դպրոցում ուսուցչական համաժողովն արդեն 4 տարվա պատմություն ունի։ Այն անցկացվել է Հայաստանի մի քանի մարզերում եւս Global to Local հասարակական կազմակերպության եւ գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործակցությամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։